Լուսարոտին շարունակում է եւ անցնենք մեր հաջորդ կարևոր թեմային եւ այսպես երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը այս տարի նշում է իր գործունեության հոբելյանական 35-ամյակը։ Այն իրականացնում է իր բացառիկ առաքելությունը, ապահովելով անվճար գեղարվեստական կրթություն, հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 960 երեխայի համար։ 35 տարի անց ներառական կրթության ոլորտում հաջողությունների ամփոփման, ներկայիս ծրագրերի եւ ապագա սպասելիքների մասին խոսենք մեր հյուրը։ Մեր հյուրն է երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարի լույս։ Շատ շնորհակալություն հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ։ Իմ կարծիքով գեղարվեստական կրթությունը շատ կարևոր է այսօր երեխաների համար ու այն երևի կամուրջ է հանդիսանում երեխայի հետ ներաշխարի ու մեր այս իրականության ու դա այն իմ կարծիքով ամենալավ ու ամենաճիշտ տարբերակն է լեզու գտնելու երեխայի հետ, որովհետև նամանավանդ այսօր երեխաների հետ լեզու գտնելը մի փոքր բարդ է, որովհետև իրենք այլ կերպ են մտածում, օրինակ 90-ականների երեխան, ես, հա, մենք ուրիշ ձև ենք մտածում, իրենք այսօր ուրիշ ձև են մտածում, իրենք ավելի համարձակ են, իրենք ավելի շատ գիտեն ինչ են ուզում ու այո, իրենք կարող են հանգիստ ասել ես սա եմ ուզում։ Արդյոք դա այդպես է թե ոչ, ինչ եք կարծում։ Իհարկե ճիշտ եք, այո, արվեստը հենց այն ոլորտն է, որը շատ հնարավորություններ է տալիս բացահայտելու երեխայի տաղանդը, կարգավորելու հուզական աշխարհը եւ գտնել նոր մոտեցումներ։ Այստեղ ավելի ազատ են մանկավարժները։ Մենք իրականացնում ենք ներառականությունը մշակութային կրթության ոլորտում ծրագիր Երևանում եւ մարզերում արվեստի եւ երաժշտական դպրոցների մանկավարժների համար։ Այստեղ նպատակներ իրենց տալ հմտություններ, որպեսզի իրենք կարողանան աշխատել առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար, բայց փաստորեն դասընթացը նաեւ օգտակար է առհասարակ, որովհետեւ այո, ճիշտ է, ժամանակները փոխվել են եւ նոր մոտեցումներ է պետք երեխաների հետ, որովհետեւ հետաքրքրություններն են փոխվել այս դարաշրջանում եւ ամեն ինչը շատ արագ է, ինֆորմացիայի տարածումը։ Մենք պետք է գտնենք նոր մոտեցումներ երեխաներին հետաքրքրելու եւ ավելի նոր ձևաչափերով մատուցելու գիտելիքները եւ հատկապես մեր թիրախային խումբը կենտրոնի, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաներ են, արվեստը իրենց օգնում է ինտեգրվելու, նոր ընկերներ ձեռք բերելու։ Մենք աշխատում ենք 12 կառույցների հետ, դա հենաշարժական խախտումներ ունեցող թիվ 17 դպրոցն է, տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հետ, մանկատների, տմակների եւ այստեղ պետք է այդ ստեղծագործ մոտեցումը, որպեսզի երեխաներին ավելի օգնել եւ կարգավորել այդ հուզական աշխարհը եւ ասեմ այս ոլորտում հաջողությունները ավելի հեշտ է տրվում։ Եթե օրինակ հանրակրթական դպրոցում ավելի մանկավարժը, այսպես ասած, կանոնների մեջ է, այստեղ կարող ենք մենք կոտրել այդ կանոնները եւ ավելի հետաքրքիր ձևով մատուցել եւ մենք օրինակ ունենք սաներ, ովքեր որ չեն խոսել, օրինակ, հա, առաջի երկրորդ դասարան միջև հիմա հաճախում են երգի, երաժշտության եւ երեխան սկսել է երգել, օրինակ, խոսել, այո, արվեստը այդ ուժը ունի։ Իսկ 35 տարվա ճանապարհ անցնելուց հետո ո՞րն եք համարում կենտրոնի ամենամեծ հաղթանակը։ Կենտրոնի հաղթանակներից էր մենք 3 ֆիլմ ցուցադրեցինք մեր կենտրոնի մասին, վավերագրական պատրաստել էինք։ Մենք լսողության խանգարումներ ունեցող դպրոցում մենտախաղի թատրոն ունեինք։ Այսօր արդեն 4 կենտրոնի պետական կինոյի թատրոնի ինստիտուտում կարելի ասել սա այն հաղթանակներից է, որ երեխաները այսօր մյուսների հետ հավասար եւ հենց սա է ներառականությունը, որ կարողանում են սովորել եւ ցույց տալ իրենց տաղանդը, այսինքն հավասար մրցունակ են եւ այստեղ խղճահարության պահը չի, որ մենք ցույց տանք, որ այո, մենք դռները բացել ենք իրենց առջեւ, ոչ, իրենք շատ տաղանդավոր են, պարզապես պետք է իրենց օգնել, աջակցել եւ սա կարծում եմ այդ շատ կան հաղթանակներ, իհարկե մեր սաները որ շարունակել են իրենց ուղին այն խմբակներում որ սովորել են, հա, արվեստի ոլորտում, այդպես։ Շատ լավ, իմ կարծիքով շատ մեծ, կարևոր ու ահռելի մեծ աշխատանք է կատարում մանկավարժը, ովքեր են մանկավարժները, որտեղ ես գիտեմ վերջին շրջանում էլ գնալով շատանում են մանկավարժներ, ովքեր որ ցանկանում են միանալ ձեզ, համագործակցել աշխատել ձեզ հետ, նաև գիտեմ, որ փորձի փոխանակման եւ հյուրեր եք ունենում միջազգային համաշխարհային մանկավարժներից, ովքեր են նրանք, ովքեր են այդ մարդիկ ու ինչ գերբնական ուժով են իրենք կոչված, որովհետեւ իրականում մենք այսպես
բանից տեղյակ չլինելով, հա, պարզապես տեսնելով արդյունքները ձեր էջում կամ առհասարակ ձեր միջոցառմանը ներկա գտնվողները տեսնում են ինչ մեծ հաջողություններ եք դուք հասել այս 35 տարիների ընթացքում, բայց իրականում պարզապես մանկավարժ լինելը շատ քիչ է եւ հոգեբանորեն շատ բարդ մոտեցում է պետք այս ամեն ինչին։ Գիտեք, մեր արտասահմանյան բանախոսներից մեկը շատ հետաքրքիր բան ասեց, այս դեպքում մանկավարժը չի ընտրում, այ ոլորտն է ընտրում մանկավարժին, իրապես պետք է մարդը ներսից ցանկություն ունենա եւ դա իրենը լինի, որ կարողանա աշխատել, որովհետեւ մենք աշխատում ենք այն երեխաների հետ, ում բացի գիտելիքներից նաեւ հոգատարություն է պետք։ Ինչպես մեր Գյումրու մասնաճյուղի ղեկավար Երեք Փառանձեմը ասաց, որ շատ դեպքերում մենք դարձը կարող է այդ օրը դաշ չանենք ու նստենք պարզապես երեխաների հետ զրուցենք։ Իրենք ընկերներ են դառնում, ավագ ընկերներ նաև երեխաներին, որովհետև շատ դեպքերում այստեղ իրենք նաև փոխարինում են ծնողի այն կարևոր դերակատարությունը որոշ տեղերում, եւ մեր մանկավարժները շատ նվիրյալ են, իրապես գտնում են ուղիներ աշխատելու երեխաների հետ։ Դժվարություններ կան իհարկե, բայց հաղթահարելի են, այստեղ կարևորը ցանկությունն է եւ սերը աշխատանքի նկատմամբ եւ երեխայի, որովհետեւ այո ունենք ծանր հաշմանդամություն ունեցող երեխաներ, որտեղ գուցե եւ արդյունքները շատ դանդաղ լինեն, բայց կրկին ինչպես նշում են մեր մանկավարժները, գուցե երեխան մի տարվա մեջ պարզապես ձեռքը բարձացնի, ինչ որ բան լինի, դա արդեն մեր հաղթանակն է։ Մենք այստեղ ինչ ենք դնում մեր առջև, հա, արդյունքները մեկի համար չափելի են, այլ կերպ մյուսի համար այլ։ Մեզ համար կարևորը երեխաների ժպիտն են, իրենց առօրյան լցնելու գույներով եւ գիտեք նաեւ մեր բանախոսներից կրկին արտասահմանյան 100 հոգանոց աուտիզմով այնտեղ երիտասարդներ էին երգում ու մանկավարժներից մեկը նշեց երաժշտական, որ ինքը գալիս է եւ պարզապես կանգնում է մյուսների հետ, չի երգում, ասաց ինքը երգում է, ինքը ներսով է երգում, ներսից է երգում եւ կանցնի որոշ ժամանակ, օրինակ ունեցել էր ինքը նման սան, որ տարիներ հետո նոր երգել էր։ Այստեղ պետք է համբերատարություն եւ արդյունքը գուցե մյուսների համար տեսանելի չլինի, բայց մեր նպատակը դա չէ, որ երեխան այսպես բարձր բեմերից մյուսի համար բեմն է, մյուսի համար իր հուզական աշխարհն է կարգավորել։ Հաճախ ասում են, որ ներառական կրթությունը փոխում է ոչ միայն երեխային, այլ նաև հասարակությանը։ Դուք դա ինչպես եք տեսնում ձեր փորձից։ Իհարկե մենք երբեմն կարծում ենք, որ մենք շատ լավ գործ ենք անում, ներառում ենք, բայց չէ, սա բոլորի համար է պետք, մյուս երեխաների համար է։ Մենք տեսնում ենք, որ աշխարհը գեղեցիկ է իր բազմազանությամբ, միատարր զանգված չէ։ Մենք նորմաներ ենք դրել, թե որն է նորմալ եւ որն է նորմալից դուրս հասարակությունը, հա այդ կարծրատիպերը։ Իհարկե, մենք եթե նայենք համաշխարհային այն դեմքերին, ովքեր որ հաջողությունների են հասել, թե արվեստի, թե մյուս ոլորտներում, մենք տեսնում ենք ժամանակին իրեն ինչ որ դիագնոզ է դրված եղել։ Պարզապես պետք է մի քիչ ավելի լայնամիտ լինել եւ հասկանալ, որ այո, հենց կյանքը գեղեցիկ է դրանով, մեր տարբերություններով եւ այն ոլորտում, դպրոցում կամ հենց մեր կենտրոններում, որտեղ որ երեխաների թիրախային խումբը տարբեր է, այդտեղ շատ ավելի հետաքրքիր է անցնում։ Մեկը մյուսից սովորում են, գթասիրտություն են սովորում, մարդասիրություն, ընկերասիրություն, որ այո, մենք պետք է մյուսին օգնենք, ինչ որ բանով կարող է պետք է մենք աջակցեն մեկը մյուսին եւ սա օգնում է եւ պետք է ներառականությունը բոլորիս։ Իսկ երբ առաջին անգամ հանդիպում եք երեխային, ինչպես եք անում եւ ինչպես եք օգնում նրան հավատալ իր սեփական հնարավորություններին։ Այս գործը առաքելությունը մեր մանկավարժներինն է, ովքեր ամեն օր աշխատում են եւ դա աշխատանքի միջոցով է մանկավարժը ցույց տալիս, որովհետեւ այո, մենք կարող ենք ինչ-որ միջոցառումների ժամանակ մի անգամ հավատալ, ոգևորիչ խոսք ասել, բայց շատ կարեւոր է այդ համբերատարությունը եւ մոտիվացիան, որ մանկավարժը կփոխանցի երեխաներին։ Դրա համար մենք շատ կարեւորում ենք նաեւ տարբեր ծրագրեր մշակութային, որպեսզի երեխաները եւ նաեւ երեխաների ծնողները, որովհետեւ ծնողներն են այսօր թիրախավորված հա հասարակության կողմից կամ գիտենք, որ շատ սոցիալական դժվարություններ ունեն, ծրագրերի միջոցով, երբ որ մենք օրինակ սոցիալական ֆիլմեր ենք ցույց տալիս, որ այո, ունեցել է մարդը դժվարություն, բայց հաղթահարել է, այսօր բարձունքի է հասել, եւ թե երեխաները, թե ծնողները ողջևորվում են եւ ասում են, այո, մեր երեխաները կարող է, որտեվ շատ ավելի բարդ դեպքեր կան, երբ որ մարդիկ հաղթահարել են։ Շատ կարեւոր է մշակութային իրադարձությունները, փառատոնները, որ երեխաները ելույթ ունենան,
ֆիլմերի ցուցադրությունը, այսինքն մենք բոլորս պիտի աշխատենք այդ ուղղությամբ, որ երեխաները հավատան իրենց։ Վերջերս Միշասիլի Արա Գևորգյանը ներկայացրեց ռեկորդը 1000 դոլարների, ձեր երեխաներից կան այնտեղ։ Այո, մասնակցել էին, այո, Ստեփանավանի մեր մասնաճյուղը, դհոլահարները մասնակցել էին եւ ասեմ շատ արագ արդյունքի հասան, որովհետեւ շատ դեպքում մարզերում մենք գիտենք նաեւ մանկավարժների խնդիր կան մասնագետների եւ այսպես մեր մասնագետը կարողացավ հասնել այդ արդյունքների։ Իսկ ինչ պատմություն կա, որ մինչ օրս հիշում եք, մեծ հուզականություն է առաջացնում ձեզ մոտ։ Այ պատմությունները շատ են, երեխաների հետ կապված երևի թե ճամբարից են ամենահիշարժան մեր, որովհետև մենք երեխաների հետ մի քանի օր ֆրեսկո միջազգային փառատոնի շրջանակում մնում ենք այնտեղ։ Մի օր մեր երեխաները հակառակ որոշեցին կազմակերպել, իրենք լինեն ժյուրի եւ մանկավարժները ելույթ ունենան իրենց համար։ Սա շատ այսպես ուրախալի աժիոտաժ սկսվեց այնտեղ։ Մենք տեսանք մանկավարժների անհանգստությունը եւ իրենք հայտնվեցին հակառակ դերում ու մանկավարժները խմբեր կազմեցին ու երեխաները առաջադրանք էին տվել ինչ պետք է անեն։ Երևի ամենատպավորիչ պատմություններից մեկը դա էր։ Հետաքրքիր շարքեր եք դուք անում, մեկը ձեր էջում եմ տեսել, իմ գույնը շատ կարևոր է երեխաների լուսանկարներով ու իսկապես նրանցից ամեն մեկը մի գույն է ու իրենք տարբերվող են ու ֆենոմենալ դեմքեր են իմ կարծիքով, որ իրանց ուղղակի պետք է տալ հնարավորություն իրենց բացահայտելու եւ հնարավորինս արտահայտվելու։ Նաեւ եթե չեմ սխալվում, ունեք մի ծրագիր, դասը վարում է ծնողը, եթե չեմ սխալվում։ Ինչ է դա տալիս։ Այսինքն ծնողը կիսվում է իր փորձով, ինչու՞մն է կարևորությունը այդ նախագծի։ Նախաձեռնությունը մեր Ստեփանավանի մասնաճյուղինն էր, իբրև շնորհակալություն Անուշ Խարաքեշիշյանին, որ հաճախակի նման ծրագրեր է իրականացնում, որոշել էին, որ պետք է ծնողը վարի, նախ դա կապն է ստեղծում, հա, երեխա ծնող մանկավարժ այդ հարաբերությունների, որովհետև շատ կարևոր է այդ համագործակցությունը, եւ ընտրում էին ամեն անգամ մի մասնագետի, ով կգա եւ դասը ինքը կվարի, սա նաեւ մասնագիտական կողմնորոշում է եւ երեխաները ծանոթանում են տարբեր մասնագիտությունների ավելի մոտ, հա, օրինակ խոհարար էր եկել, որ միասին ջոկված էին պատրաստել, շատ տարբեր ոստիկան էր եկել, տարբեր մասնագետների, նախ երեխաները արդեն ավելի մոտիկ ծանոթանում են այդ մասնագիտությանը, այդ կապն է ստեղծվում երեխաների հետ, ծնողը ավելի այսպես կապվում է կառույցի հետ, ավելի հետևողական է լինում, այո, սա շատ հետաքրքիր ծրագիր էր։ Նաև ասեմ, որ մենք անսամբլ ենք հիմնել, նաև մեր կարևոր ձեռքբերումներից է մեր Վանաձորի մասնաճյուղի ղեկավարը, այստեղ Սուսաննա Ապրեսյանը նախաձեռնեց, որ իրենք պետք է ունենան իրենց բենդը, որը կոչվում է Yesterday, այո, այսօր, եւ երեխաները 3 ելույթ ունեցան Ethno Colors խմբի հետ, առանձին եւ հետո նաեւ այդ գործիքային կատարումով եւ մենք հույս ունենք, որ իրենք արդեն մյուս համերգներին, ինչու ոչ, նաեւ մեծ համերգներին, որտեղ արտիստները ելույթ են ունենում, կգնան եւ իրենց հետ ելույթ կունենան։ Շատ լավ։ Իսկ կամ երեխա ում պատմությունը փոխել է նաեւ ձեզ։ Գիտեք, շատ դեպքում մենք որ այդ մեր մանկավարժներն են հիմնականը շփվում, մենք վարչական գործի մեջ չենք լինում, բայց գնում ենք ճամբարներին մնում ենք, այնքան հետաքրքիր աշխարհ է ու հաճելի։ Շատ դեպքում մարդիկ ասում են, «Վայ, ինչքան դժվար է», հակառակը, այս երեխաները այնքան մեծ ներաշխարհ ունեն, Խարբերդի մանկատան երեխաների հետ, մյուսների հետ որ շփվում ես, հասկանում ես, որ իրանք այնքան քեզ մեծ էներգիա են տալիս, Ես կասեմ, որ երևի թե ամեն օր է փոխում երեխաները մեր կյանքը, որովհետև դու ուրիշ կերպ ես նայում, այն դժվարությունները, որ դու կյանքում ունես, բողոքում ես եւ այլն, երբ որ տեսնում ես այդ լուսավոր երեխաներին, այդ դժվարությունների մեջ իրանք որքան են սիրում կյանքը, որքան էներգիա կա, մոտիվացիա կա իրանց մեջ, դու արդեն հասկանում ես, որ դու իրավունք չունես բողոքելու եւ շատ բան են իրապես սովորեցնում։ Այ հետաքրքիր ինչպիսին է կապը մասնաճյուղերի հետ, որտեղ գիտեմ տարբեր մարզերում կան ու
ու ես վստահ եմ, որ այսպես ասած համայնք է ձևավորված, այսինքն այնպես չի, որ տարվա մեջ կոնկրետ X միջոցառումների հետ է միայն կապը լինում, բայց ամբողջ տարվա կտրվածքով եւ մանկավարժներն են միմյանց հետ կապի մեջ եւ արդյոք որքան է հասկանում եմ ֆինանսապես միգուցե դա շատ բարդ է, բայց արդյոք տարբեր մարզերի եւ Երևանի երեխաները ունենում են հնարավորություն միմյանց հետ շփվելու, որովհետեւ դա էլ է շատ կարևոր։ Իհարկե, մենք դրա համար մեր բոլոր ծրագրերը միտված են, որպեսզի մենք այդ կապը ստեղծենք։ Դա նախ փորձի փոխանակում է ստեղծում եւ նաեւ մրցակցության լավ առումով, որ հա մեկը մյուսին տեսնում է, ավելին է ձգտում եւ գրեթե մեր բոլոր ծրագրերը ուղղված են դրան ֆրեսկո միջազգային փառատոնը, որը իրականացնում ենք, այդ ճամբարները, որտեղ գալիս են մեր մարզի երեխաները ու մի քանի օր իրար հետ մնում են ճամբարում։ Մեզ համար այնքան ուրախալի է այդ պահը, երբ որ բոլոր մարզերից գալիս են ու երեխեքը արդեն ընկերացել են, իրար ճանաչում են եւ տարվա ընթացքում իհարկե մենք ենք հաճախակի այցելում մարզեր, որպեսզի թե մեր գործառույթը իրականացնենք, նաեւ հանդիպենք մեր մարզի սաներին, մասնաճյուղերին, այդ կապը իհարկե կուզենայինք, որ շատ ավելի ակտիվ լիներ։ Մենք շրջիկ արվեստանոց ծրագիրն ենք նաեւ իրականացնում, որտեղ մի մասնաճյուղը այցելում է մյուսին, միասնական վարպետության դաս էին անում, այցելում էին թանգարաններ եւ շատ կուզենք այո որ այդ ծրագիրը կրկին կյանքի կոչվի ու ավելի ակտիվորեն մեր կենտրոնը գործում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայությամբ եւ հենց երեկվա ծրագիրն էլ նախարարության աջակցությամբ էր եւ կարողացանք այդ հնարավորությունը ստեղծել երեխաներին հունիսի 1-ին մայրաքաղաք այցելեին, նաեւ պատահական համընկնում չէր, հունիսի 1-ին իրականացրեցինք մեր 35-ամյակը, որը որ կարելի ասել կրկնակի տոն էր։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ, իսկապես ահռելի մեծ ու կարևոր աշխատանք եք անում, ես վստահ եմ մենք ունենանք նոր հանդիպումներ ու խոսենք նոր հաջողությունների, ձեռքբերումների մասին ու այդ բոլոր երեխաները ես վստահ եմ կամաց ժամանակի ընթացքում կգրավեն ինչ-որ մի ոլորտ, մի ուղղություն ու հենց նրանց ձեռքերում է լինելու շատ ու շատ բանալիներ, որոնք կբացեն շատ կարևոր ճանապարհներ եւ կլուծեն շատ կարևոր հարցեր։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն հրավերին։ Ձեզ լավ օրվա շարունակ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր հյուրներ երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն Պուակի տնօրեն Աննան Կարապետյան, խոսեցինք կարևոր թեմայի շուրջ, այս եւ այլ հարցազրույցներ կարող եք գտնել Կենտրոն հեռուստաընկերության YouTube-ն պաշտոնական ալիքում, կրկին նայելու, որովհետեւ վստահ եմ յուրաքանչյուր կգտնեք մի բան հասկանալու, հարցերի պատասխաններ ստանալու, ինչ-որ մի բան խաղալու եւ ինչու ոչ աջակիցը դառնալու ինչ-որ մի ծրագրերի։ Շնորհակալություն, այսքանով սահմանափակվեց, ավարտվեց մեր եթերը, կհանդիպենք արդեն վաղ, տաղավարում կաշխատեն մեր մյուս գործընկերները, իսկ ձեզ լավ օրենք մաղթում։